Եղբայրներ, քույրեր, ես մի բան կարող եմ ասել, երիտասարդ հավատացյալ քույրիկներ, երբեք չխափնվեք, որ անկած մի հատ երիտասարդ կմոտենա կասի, ես իրազ եմ տեսել, տեսիք եմ տեսել, երկու տարերկա կան իրար կպան, մենք իրար պետք է ամուսնանանք, հրեշտակ ինձ եկավ ասեց, պետք է անպայման ինձ հետ ամուսնանալ, այդ քույրիկներ չի ուզում ամուսնանալ կամ մեջ հեսրատում չկա, խառնվում իրար, վայ, կարողա տիրոջ աննազան լինել, կարողա տիրոջ աննազան լինել, շատ է տենց է խափնվել, մի հատ երիտասարդ գիտեք ինչ էր եղել, ջրում մկրտված չէր, աղոթք էր Տեր ասել էր ինձ մի հատ բաներ դու իշխանություն դու անենց աղոթքներ անեմ որ մարդիկ բժշկվեն հրաշքներ լինի որ այս քույրիկը տենա ու համաձայնվեց այդ ամուսնանալու ու ընկել է սատան ներգործության տակ ուժեղ հարձակման տակ էր ընկել եղբայրներ քույրիկ շատ եղեք դուք ընդամենը հնազանդվեք Աստծո խոսքին օրհնություն ինքն իրան կգա եւ ասում եմ դուք հնազանդվեք միտե պատոնները չեն բացի չի ասում փոքրիկ անցքեր կբացեմ պատուհանի եկնային գիտեք եկնային պատուհանները սես պատուհաներ չեն եկնային պատուհանները չափ ու սահման չկա օրհնությունը կթափեն ձեզ վրա իմ աղաչանքն խնդրում եմ ձեզ ամեն ինչի մեջ հնազանդվեք Աստծո կամքին եթե ձեր ամուսինները կան որ անավատ են ամեն ինչի մեջ հնազանդվեք որ Աստծո կամքն է դրա համար ասում է Տիրոջ մով հնազանդեք կանայք ձեր ամուսներին Տիրոջ մով եթե մի բանը որը Տիրոջ խոսքով չի ասա ամուսին ջան ես այդ բանին չեմ հնազանդվի ես այդ բանը երբեք չեմ անի եթե ինձ էլ բաց թողնես բաժանվես էլ ես այդ քայլին չեմ գնա ես այդ մեղքին չեմ գնա եղբայրներ քույրեր այստեղ Տիրոջ օրհնությունը գալիս է քույրի տանկի մեջ իմ աղաչանքն է արի կարևոր է ես նորից եմ ուզում անդրադառնալ եթե ուզում եք որպես Տիրոջի շնորհ ստանաք Տիրոջ խոսք անարգեցին հայլանոսկով ինչ իմաստություն կմնա ինչ իմաստություն կարող առաջանալ դու Աստված օգնի եկեք խոնարհվենք Տիրոջ առջև եկեք խնդրենք որ Աստված իրոք որ մեր հավատքը զորացնի որ մենք լինենք լուրջ հավատացյալներ հնազանդ զավակներ հնազանդ են նրանք ովքեր որ խոնարհվում են հնազանդ Տիրոջ խոսքին երբեք սովորաբար մայրեր եթե ձեր երեխաներն անհնազանդ են դուք երբեք այդպիսի երեխաներին չեք կարող ասել լավ եք անում այ ինչ լավ արի ճակատը պատճե որ դու ինձ անհնազանդ ես Աստված երբեք այդպես բան չի կարող ասել անհնազանդին նրանց է օրհնում որոնք որ ամեն ինչի մեջ հնազանդվում են իր ամեն խոսքին այնտեղ չկա փոքր խոսք կամ մեծ խոսք բոլոր Տիրոջ խոսքերը դրանք պետք է մենք բոլորին հնազանդվենք չասեք էսի կարևոր էսի կարևոր չի մարդու խոսքերը կարող են կարևոր չլինեն բայց Աստծո բոլոր խոսքերը կարևոր են օգտավետ են որը տալիս է իմաստություն տալիս է խոնարհություն ոտքերին ճրակ է շավիղներին լույս է ովքեր որ հնազանդվում են Աստծո խոսքին իսկ գրված իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է Տիրոջ երկյուղն է Աստված օգնի որ եղբայրներ քույրեր այդպես հավատարիմ մնանք միջևերջ որ Տիրոջ խոսքը գա եւ մեզ ասի բարի եւ հավատարիմ ծառա որ դու քիչ բանի մեջ այսինքն փոքր բանի մեջ հավատարիմ եղար քեզ պիտի մեծ բանի վրա կեսնեմ մտիր քո Տիրոջ ուրախության